3 րոպեանոց ռիլի շրջանակներում որոշել ու գալ ինչ-որ ախտորոշման, ինձ հետ հաստատ չեն համաձայնվի օրինակ փսիխոանալիտիկներ։ Այս դպրոցներից ինչ-որ մեկի ներկայացուցիչ ձեր մասնագետը պիտի լինի։ Արհեստական բանականությունը կարող է շատ լավ գործիք լինի ինքնօգնության համար, ինչ ակնկալել հոգեթերապևտիկ process-ից։ Հոգեթերապևտիկ process-ը բացարձակ պետք չի պատկերացնել, որ դա նման է լինելու նկարչության խմբակի։ Այդ կրող պատը քանդելուց շատ հավանական է, որ անձի ամբողջ կառուցվածքը քանդվի։ Այնքան ժամանակ, մինչև այդ ընտրությունը չի դառնա սովորական։ Էլ չասեմ, որ թերապիայի անբաժան մաս է հանդիսանում խուսափումը։ Այստեղից արդեն սկսվում է ոչ հոգեթերապևտիկ process։ Մի քանի այցը կարճ է, մի քանի շաբաթն էլ է կարճ։ Մասնագետին ընտրելիս նաև պետք է հաշվի առնել, որ դուք ընտրում եք այն մարդուն, ում ձայնը ձեր գլխում հնչելու է։ Ողջույն unboxing-ով հետաքրքրված սիրելի այլ կարծիքասեր համայնք, ինչպես արդեն ձեզ տեղեկացրեցինք, մենք սկսում ենք նոր հաղորդաշար այլ կարծիքի ալիքի եթերում։ Ինչու որոշեցինք սկսել նոր հաղորդաշար իրականում, որովհետև մեր համար շատ կարևոր է, որ այլ կարծիքը ինչ որ եղել է ի սկզբանե, այդպես էլ մնա, իսկ ինքը մտածված է եղել որպես երկու ընկերուհիների խոսակցություն։ Մենք չէինք ուզում ծանրաբեռնեինք այլ կարծիքի թեմաները հոգեթերապևտիկ կամ ախտորոշումների մասին, խոսակցությունների մասին, որովհետև կարծում եմ, որ դա այլ կարծիքի ֆորմատը չի, բայց ստանում ենք բազմաթիվ նամակներ, առաջարկներ, թեմաների առաջարկներ հյուրերի, որոնց որ չէինք պատկերացնում ամեն դեպքում այլ կարծիքի շրջանակներում, բայց կարծում եմ, որ unboxing-ի շրջանակներում հաստատ կկարողանամ, դժվար է դեռ եզակիով խոսելը, կկարողանամ հյուրընկալել այդ հյուրերին։ Հուսով եմ, որ ֆորմատը ձեզ դուր կգա, մեծ սիրով կսպասեմ թեմաների առաջարկների, մտքեր, հյուրերի առաջարկներ, ինչպես նշվեց անոնսում հաղորդման, մեծ սիրով կուզենամ հյուրընկալել բոլոր նրանց, ովքեր պատրաստ կլինեն կիսվել իրենց պատմությունով, հոգեթերապևտիկ process-ի, իրենց ախտորոշման հաղթահարման կամ ախտորոշման հետ ունեցած խնդիրների կամ գուցե դուք հիմա եք գտնվում այդ ճանապարհի մեջ, սիրով պատրաստ ենք ձեզ հյուրընկալել այլ կարծիքի եւ unboxing-ի շրջանակներում։ Ինչ ենք մենք քննարկելու այսօր։ Ես կարծում եմ, որ այս հաղորդաշարը լավագույնը կլինի սկսել հենց հոգեթերապիային վերաբերող ու առհասարակ հոգեբանությանը վերաբերող գլխավոր հարցերից, ինչու ոչ նաև միֆերից։ Մենք բազմիցս խոսել ենք, ես էլ հայկանն էլ այլ կարծիքի շրջանակներում էլ, որ ժամանակակից պոպուլյարիզացիան հոգեբանության, փսիխոլոգիզացիան, ոնց ես եմ ասում, ունի եւ դրական եւ բացասական կողմեր։ Դրական կողմեր ունի հաստատ, որովհետեւ իրազեկումը հաստատ ավելացել է, ինչը վատ չի, ենթադրում եմ, որ մարդիկ, ովքեր ունեն խնդիր կամ կասկածում են, որ ունեն ինչ-որ խնդիր, ամեն դեպքում ինֆորմացիան երբ շատացել է, ավելի հեշտ են տեղեկանում կամ գոնե թե սկսում են հասկանան, որ միգուցե արժի դիմել մասնագետի, բայց բացասական կողմը ճիշտն ասած ես կարծում եմ, որ ավելի շատ է, որովհետև ամեն դեպքում 1-ից 3 րոպեանոց ռիլի շրջանակներում որոշել ու գալ ինչ-որ ախտորոշման, որոշել, որ իմ մոտ էս ինչ բանն է, իսկ իրա մոտ են ինչ բանն է ու ինքը հաստատ ունի էս ինչ խնդիրը, կարծում եմ, որ ավելի շատ բացասական հետևանքներ է թողնում, քան դրական։ Այնպես որ այս հաղորդման շրջանակներում փորձենք ամեն դեպքում այդ միֆերից էլ դուրս գանք։ Ինչից ես կուզենայի սկսել այս քննարկումը առհասարակ առաջի հերթին, դա երբ արժի մտածել ու դիմել մասնագետի ու հոգեթերապևտիկ օգնության։ Առհասարակ ինչն է համարվում հայց, ինչն է համարվում այդ ծեծված բառ տրավմա ու ինչի հետ առհասարակ արժի աշխատել կամ չաշխատել։ Իմ խորին համոզմամբ հայց կարող է հանդիսանալ միայն այն, ինչ որ խանգարում է ձեր կյանքի որակին։ Այսինքն, օրինակ, եթե ձեր բոլոր ընկերները ունեն խնդիր պերֆեկցիոնիզմի հետ, իսկ ձեզ ընդհանրապես դա չի անհանգստացնում, դուք չունեք հոգեթերապիայի հայց։ Ու սա շատ կարևոր է, ու առհասարակ նաև անդրադառնալով նրան ինչն է հոգեբանական տրավմա, այն իրողությունները, որոնք որ կարող են լինել կոնկրետ իմ հոգեկառուցվածքի համար տրավմատիկ, կարող են շատ հանգիստ ընկալվել, մարսվել ինչ որ այլ անձի հոգեկառուցվածքի տեսանկյունից։ Չկա համընդհանուր բնորոշում, ինչ իրավիճակներն են տրավմատիկ ու ինչի հետ պարտադիր պետք է աշխատել, ինչ իրավիճակներ տրավմատիկ չեն։ Այո, մենք կարող ենք առանձնացնել
ֆիզիկական հոգեբանական բռնությունը, կատաստրոֆաները, պատերազմը, ինչ որ ծանր մանկական պատմությունը, ինչ որ դեստրուկտիվ ընտանիքում մեծացնելը, բայց միևնույնն է, այստեղ էլ են լինելու առանձին հանգամանքներ ու գույներ, որովհետև ինչ որ մարդկանց համար այդ իրավիճակը լինելու է տանելի ու մարսելի, ինչ որ մարդկանց համար լինելու է ավելի դժվար ու ավելի անմարսելի։ Եթե վերցնենք որպես օրինակ, ես վստահ եմ նրանք, ովքեր ունեն քույրեր, եղբայրներ, եթե սկսենք պատմենք նույն մեր մանկության մասին, օրինակ ես ու իմ եղբայրը, մենք պատմելու ենք շատ տարբեր մանկության պատմություն։ Ու այստեղ հարցը նրանում չի, որ մեզ վերաբերել են տարբեր ձևով, որ մեր ծնողները մեր մեջ ինչ-որ տարբերություն են դրել, որ մենք ունեցել ենք տարբեր կենսագրություն մեր մանկական տրավմաների հետ կապված ու մանկական ընտանեկան պատմությունների, ուղղակի ցանկացած անձ տարբեր ձևով է անցալում այն իրավիճակը, որը կատարվել է իր հետ։ Տարբեր ձևով է ազդում իր վրա այդ իրողությունները, տարբեր արձագանք է տալիս իր հոգեկառուցվածքը։ Այնպես որ ես շատ կուզենամ, որ ընդհանրացումներից բոլորս փորձենք դուրս գանք։ Կրկնեմ, հոգեթերապևտիկ հայց է հանդիսանում այն, ինչ որ խանգարում է ձեր կյանքի որակին, անձամբ ձեզ, այս էլ է շատ կարևոր, որովհետև ձեր միջավայրը կարող է ձեզ հուշի, որ գիտես, իմ կարծիքով կա ինչ-որ խնդիր, ինձ խանգարում է մեր հարաբերություններում այսինչ բանը, մեր հարաբերությունների պահպանման կամ չգիտեմ, լավացման համար ես կարծում եմ, որ դու պիտի գնաս մասնագետի մոտ։ Այս ամեն ինչը իհարկե կարելի է լսելու հաշվի առնել, բայց միևնույնն է վերջնական որոշումը ու ցանկությունը ինչ-որ բան փոխելու պիտի լինի ձերը։ Ինչի համար եմ ես խոսում հստակ հայցի մասին, որովհետև շատ հաճախ ստանում եմ հարցեր նրա շուրջ, որ իսկ եթե ինձ ոչ մի բան չի անհանգստացնում, բայց անձնային աճի համար, ինքնաճանաչման համար, որ ինձ ավելի լավ հասկանամ, ուզում եմ դիմեմ մասնագետի։ Այստեղ կասեմ իմ անձնական կարծիքը, որ ես կարծում եմ, որ եթե չկա հայց, կրկնեմ, հոգեթերապևտիկ աշխատանքը ոչ մի տեղ չի տանում գլոբալ։ Ինձ հետ հաստատ չեն համաձայնվի օրինակ փսիխոանալիտիկները, ու ես կարծում եմ, որ մենք կունենանք քննարկում անպայման փսիխոանալիզով զբաղվող մասնագետի հետ, որտեղ այնտեղ իրանց մոտեցման մեջ ամեն դեպքում հստակ հայցը ու այդքան էական չի ու ինքնաճանաչումը երևի թե ավելի առաջնային տեղ է զբաղացնում, բայց միևնույնն է, ամեն դեպքում կրկնեմ, որ հիմնականում մասնագետը առաջին այցին ձեզ հարցնելու է ինչ հայցով եք եկել։ Հայց կարող է հանդիսանալ նաև կրկնվող սցենարները, երբ որ ձեր կյանքում անընդհատ կրկնվում են ինչ-որ ընտրություններ, ինչ-որ որոշումներ, երբ որ դուք անընդհատ զգում եք, որ բախվում եք նույն խնդրին, աշխատանքի տեղն է նույն խնդիրը առաջանում ու չեք կարողանում ունենալ ինչ-որ առաջ խաղացում, հարաբերություններում է նույն խնդիրը առաջանում, դուրս եք գալիս մի հարաբերություններից հայտնվում եք լրիվ նույնատիպ ինչ-որ ուրիշ հարաբերություններում, փորձում եք փոխել ձեր կյանքի որակի մեջ ինչ-որ բան, բայց անընդհատ նույն ձեր ներքին process-ն է ձեզ խանգարում։ Սա նույնպես հայց է։ Ինչպես նաև այո, միանշանակ տրավմատիկ իրողությունները, որովհետև այստեղ միանշանակ շատ մարդիկ կան, ովքեր կարող են ինքնուրույն հաղթահարել եւ ֆիզիկական, եւ հոգեբանական, եւ սեռական բռնության հետևանքները, բայց ամեն դեպքում, եթե ձեր կյանքի պատմության մեջ նման իրողություններ եղել են, ես միշտ խորհուրդ եմ տալիս մի քանի այց մասնագետի մոտ ունենալ, վստահվելու համար, որ այո, ձեր կյանքի վրա դա ոչ մի հետևանք չի թողել, որովհետև շատ հաճախ նաև մեր հոգեկանը հակված է մոռանալուն, խուսափելուն, թեման փակելուն ու արժեզրկելուն։ Ինչը մակերեսայինորեն կարող է թվա թե այո հարցը լուծված է, բայց խորքային ինչ որ ձեր հարցերում կարող է ֆոնային ձեզ խանգարի։ Կարծում եմ հոգեթերապևտիկ հայցի շուրջ այսքանը։ Հաջորդ հարցը, որին կուզենայի անդրադառնալ, ինչպես ընտրել մասնագետ։ Այս իրական ես հասկանում, որ շատերին է անհանգստացնում, ինձ նույնպես, որպես հաճախորդ այս հարցը շատ անհանգստացնում է, իմ հարազատներին ու ինձ մոտիկ մարդկանց, ովքեր պարբերաբար ինձ դիմում են մասնագետի փնտրտուքների մեջ, առաջինը միանշանակ, որ պետք է նշեմ, դա կրթությունն է։ Ու ես շատ կուզենամ հորդորել, որպիսի չամաչեք երբեք
ու հարցնեք այն մասնագետին, ում մոտ ուզում եք գնալ հոգեթերապիայի, ներկայացնել իր կրթությունը, դիպլոմը, կոպիտ ասած, որովհետև այդ կրթությունը իրենց նախ պետք է ներկայացնի միանշանակ բազային կրթություն, դա պետք է լինի կամ բժշկական բազային կրթությունը, կամ հոգեբանական բազային կրթություն ասելով նկատի ունենք բակալավրի կամ մագիստրատուրայի կրթություն։ Բժիշկ մասնագետի դեպքում դա նաև պետք է լինի անպայման հոգեբուժության արդինատուրայի կրթությունը, դրան հավելյալ, բայց այսքանով չի վերջանում, դրան հավելյալ պարտադիր հոգեթերապևտիկ կրթության առկայությունը։ Ինչ ուղղվածությունով է ձեր մասնագետը աշխատում, որովհետև ուղղվածությունը նաև շատ կարևոր է հասկանալու համար ձեր հայցի հետ առհասարակ աշխատում է ինքը թե չէ։ Այդ ուղղվածությունով համապատասխան կրթություն ունի թե չէ, ու ես նաև շատ կխնդրեմ ուշադրություն դարձնել ժամերին, որովհետև այդ փաստաթղթերի վրա, դիպլոմի վրա, նշված լինում է քանի ժամ է ինքը վերապատրաստում անցել, որովհետև օրինակ 16 ժամը մենք չենք կարող համարել, որ դա իրանից ներկայացնում է լիարժեք կրթություն։ 16 ակադեմիական ժամը իրանից ներկայացնում է մի քանի շաբաթվա ուղղակի վերապատրաստում։ Ինչքանով է հնարավոր 16 ժամ ակադեմիական կրթություն ունենալով վարել մեկ ամբողջական հոգեթերապևտիկ process, դա միանշանակ հարցեր առաջացնում է։ Ինչպես նաև որտեղի դիպլոմա, այդ դիպլոմը ինչ որ ինքնակոչ մասնագետների, թե ամեն դեպքում ինչ-որ համալսարանական եւ այլն։ Մյուսը միանշանակ ուշադրություն դարձնել ուղղվածությանը, ինչ ուղղվածությունով աշխատում։ Կան հիմնական մի քանի դպրոցներ, դա հոգեվերլուծությունն է, փսիխոանալիզը, գեշտալտը, կոգնիտիվ վարքայինը իր ճյուղերով, այս մանրամասների ընդհանրում եմ առանձնապես ոչ մեկին պետք չի։ Ես իրական շատ չեմ ուզում դպրոցների մեջ, ես հիմնական 3-ն եմ ուզում նշեմ, որովհետև ամենապոպուլյարը սրանք են, ամենամեծ դաշտ ծածկողը ամեն դեպքում հայցերի այս 3-ն են, իրենց առանձին նեղ ուղղվածություններով։ Այս դպրոցներից ինչ որ մեկի ներկայացուցիչ ձեր մասնագետը պիտի լինի, որովհետև այդ գործիքակազմի հիման վրա ինքը պիտի աշխատի ձեր հայցի հետ։ Կան մասնագետներ, ովքեր համադրում են, ես էլ եմ սիրում համադրել, բայց միևնույնն է, ինչ որ հիմնական լավ արտահայտված դպրոց, ինչի շուրջ որ պիտի կառուցվի ձեր աշխատանքի կմախքը, միանշանակ պետքա լինի։ Նաև արժի ուսումնասիրել ինքնուրույն, ինչքանով է այդ դպրոցի մոտեցումները ձեզ համապատասխանում ու հետաքրքիր։ Այստեղ կա ասենց մի հատ նուրբ սահման, ամեն դեպքում մինչև գոնե մի քանի այց չգնաք, ամբողջական պատկերացում չեք ունենալու հաստատ ուղակի կարդալով, բայց ընդհանուր պատկերացում հաստատ հնարավոր է ունենալ հասկանալու համար ինձ համապատասխանում է այն նկարագիրը, որ այս ոլորտը ունի, թե չէ։ Մյուսը միանշանակ խորհուրդ եմ տալիս մի քանի այց գնալ, հետո նոր որոշում կայացնել մասնագետը ձեզ համապատասխանում է թե չէ, որովհետև այս երկու ավելի հեշտ նկարագիրներից հետո մտնում ենք ավելի բարդ նկարագրի դաշտ, դա մասնագետի համապատասխանելիությունն է ձեր հետ։ Ես սրա մասին պարբերաբար խոսել եմ, որ շատ կարևոր է, որ մասնագետի վայբը համապատասխանի ձեր վայբի հետ։ Այդ մասնագետը պիտի ոչինչով ձեզ չլարի, ոչինչ ձեզ ինչ որ տհաճություն առաջացնող ձեր համար իր խոսքի մեջ, միմիկայի մեջ, արտաքինի մեջ, հումորի մեջ չպիտի ձեզ վանի։ Սա շատ կարևոր է, որովհետև ցանկացած բան, ինչը հավելյալ հաղթահարում է առաջացնելու հոգեթերապևտիկ process-ի մեջ, միանշանակ խանգարելու է եւ հոգեթերապևտիկ հարաբերություններին եւ առհասարակ արդյունքին։ Ես մի դասախոս ունեի, որ ասում էր մասնագետին ընտրելիս նաեւ պետք է հաշվի առնել, որ դուք ընտրում եք այն մարդուն, ում ձայնը ձեր գլխում հնչելու է մի որոշ ժամանակ, մինչեւ դա չի դառնա ձեր սեփական ձայնը։ Ու այդ ձայնը, այդ տոնայնությունը, հումորը, բառամթերքը, որ այդ մասնագետը օգտագործում է, ձեզ ամենակիչը պիտի լինի հաճելի։ Շատերի համար էական է տարիքը, սեռը, ու ես կարծում եմ, որ այս ամենին միանշանակ ուշադրություն պետքա դարձնել։ Ու այդ ընդհանուր զգացողությանը մենք համընկնում ենք, թե չենք համընկնում, որովհետև մասնագետը կարող է լինի հոյակապ մասնագետ։ Ձեր բոլոր ծանոթներ, բարեկամ ընկերները կարող է իրան խորհուրդ տված լինեն ձեզ։ Հոյակապ հմտություններ կարող է ունենա մասնագիտական, բայց դուք չհամընկնեք, որովհետև պրոֆեսիոնալիզմը դա այլ բան է, կրթության առկայությունը այլ բան է, ու լրիվ այլ բան է համընկնելը։ Դուք պետք է զգաք, որ դուք գտնվում եք միջավայրում, որտեղ ձեր հետ խոսում է ձեր մարդը, կոպիտ ասած։ Ու ես կարծում եմ, որ գուցե առաջի այցից դժվար է մի քիչ դա հասկանալ, բայց
2-3 այցը պետք է որ լինի բավարար։ Եթե 2-3 այց հետո զգում եք, որ մեկը ինչ որ բանը այն չի, մեկը առաջ չի գնում, երևի թե սա նշան է փնտրել այլ մասնագետի։ Ու այո, սա կարող է զբաղեցնի ժամանակ, որովհետև լավ մասնագետ գտնելը դժվար է, ձեր հետ համընկնող մասնագետ գտնելը դժվար է, մի որոշ ժամանակ կարող է պահանջվի մասնագետից մասնագետ անցնելը փոխելը, մինչև կգտնեք ձեզ համապատասխան մասնագետին, բայց գալով հաղորդման առաջի մասին, եթե ունեք հայց ու եթե ունեք ձեր կյանքի որակին խանգարող բան, առավել եւս եթե ունեք ախտորոշում, ես հայցի շրջանակներում երբ խոսում եի, չնշեցի ախտորոշումը, առավել եւս եթե ունեք ինչ-որ հոգեբուժական ախտորոշում ու հոգեբուժն էլ ուղղորդել արդեն մասնագետի մոտ, ապա հաստատ արժի մի որոշ ժամանակ դրան տրամադրել, փնտրել ու գտնել ձեր մասնագետին։ Հաջորդ ամենապոպուլյար հարցը՝ ինչ ակնկալել հոգեթերապևտիկ process-ից։ Ու այստեղ ես իրականում շատ կուզեմ հիմա մենք շեշտադրումը դնենք առհասարակ ինչպես տարբերել մասնագետին ոչ մասնագետից մեր իրականության մեջ, երբ շատացել են քոուչերը, հոգևոր առաջնորդները, ոչ կրոնական անձնային աճի մարզիչները ու նմանատիպ շատ այլ մասնագետներ։ Հոգեթերապևտիկ process-ը իրանից բացարձակ չի ենթադրում կարճատև, արագ լուծումներ ու որոշումներ։ Այն մասնագետը, որ ձեզ կառաջարկի միտք, որ իմ մոտ ստացվել է, արի քեզ էլ սովորացնեմ, որ քո մոտ էլ նույն ձև ստացվի, սա երևի թե առաջի կետն է, որից արժի հասկանալ, որ դուք գործ չունեք ամեն դեպքում ակադեմիական կրթություն ունեցող մասնագետի հետ, որովհետև հոգեբանության ամենագլխավոր մտքերից մեկը այն է, որ բոլոր հոգեկառուցվածքները տարբեր են ու չկա մեկ ընդհանուր գործիք կամ մեկ ընդհանուր միտք կամ ուղղվածություն, որը կարելի է բռնել ու այդ ուղղությունով գնալ ու հասնել հաջողության ու խնդիրը լուծել։ Ինչի հիման վրա էլ բնականաբար հոգեթերապևտիկ process-ը դառնում է երկար ու բարդ, որովհետև մենք յուրաքանչյուրս ունենք մեր պաշտպանական մեխանիզմները։ Մենք յուրաքանչյուրս մեր տրավմայի շուրջ կառուցում ենք մի հատ մեծ ենթակառուցվածքներ, որոնք պետք է հաղթահարել այդ տրավմային նախ հասնելու համար։ Շատերի մոտ այդ տրավմատիկ իրողությունները կամ բնավորության խանգարող սահմանափակող մտքերը, վախերը, բնավորության խանգարող գծերը կրող պատ են։ Այդ կրող պատը քանդելուց շատ հավանական է, որ անձի ամբողջ կառուցվածքը քանդվի։ Հետևաբար պետք է սկզբում մի հատ կառուցել ավելի առողջ նոր պատ, հետո նոր քանդել նախկինը։ Դրա համար նույնպես պետք է ժամանակ։ Վերջի վերջո ես չեմ համարում, որ ամեն տրավմա է, որ պետք է իր շուրջ աշխատել, իրան քանդել, վերափոխել։ Իրականում հոգեթերապևտիկ process-ի կարևորությունը ավելի շատ կայանում է նրանում, որ process-ները ձեր դառնան ձեր համար կառավարելի։ Այս շատ կարևոր է, որովհետև այստեղ էլ եմ ես ակնկալիքների մասին անպայման ուզում նշել, որ ոչ ամեն խնդիր չի, որ լուծվելու է վերջնական։ Ու սա էլ ինչ-որ մի հատ բան է, որ պետք է անկեղծ ասել ու դրա հետ առերեսվել, առավել եւս կան ախտորոշումներ, որոնք վերջնական չեն լուծվելու, կան տրավմաներ, որոնք որ փոքր տարիքից շատ երկար ժամանակ մեզ ձևավորել են այնքան, որ հիմա արդեն դժվար ու անիմաստ է իրանց ամբողջովին ինչ-որ բան իրանց հետ անելը, բայց իրենց հնարավոր է դարձնել կառավարելի։ Որ ոչ թե ձեր տրավման կամ ձեզ խանգարող մտքերը կառավարեն ձեր կյանքը, այլ դուք կառավարեք ձեր տրավման։ Որովհետև օրինակ ես միշտ այդ օրինակը բերում եմ իմ այցելուների համար, երբ դուք որոշում եք կայացնում ձեր ոճը փոխել, կտրուկ ու գնում եք ինչ-որ շոփինգ եք անում, գնում եք նոր հագուստներ, սկզբում շատ մեծ ջանք ու լարվածություն է պահանջվելու ձեզնից ամեն առավոտ արթնանալիս որոշել ինչ եմ այսօր հագնում այս նոր իմ զգեստների շրջանակներում։ Այնքան ժամանակ մինչև այդ ընտրությունը չի դառնա սովորական։ Ու երբեմն երբ որ դուք հավես չեք ունենալու մտածեք ինչ եք այսօր հագնելու, դուք էլի հագնելու եք ձեր հին հագուստները։ Ու հոգեթերապևտիկ process-ը նոր նեյրոնային կապեր կառուցելու process-ը լրիվ նման է այսին վերած օրինակին։ Ժամանակ է պահանջվելու, որ ձեր ստանդարտ ռեակցիաները, ստանդարտ մոտեցումները վերափոխվեն ու սկսեք հիմնվեք արդեն ձեր նոր ձևավորած process-ների վրա։ Ինչքան ժամանակ է պահանջելու, սա արդեն խիստ ինդիվիդուալ է, այս էլ էլի շատ պոպուլյար հարցերից է, ինչքան կտևի իմ այսինչ հայցի հետ աշխատանքը։
ոչ մի լավ մասնագետ ձեր այդ հարցին չի պատասխանի։ Երբ ձեզ առաջարկում են ես լուծում եմ տագնապի հարցը 5 սեսիայի ընթացքում, 10 այցի ընթացքում դուք արդեն կունենաք ֆանտաստիկ արդյունքներ եւ նմանատիպ ինչ-որ խոստումներ, այս էլ նշանաները, որ գուցե այդ ձեզ նման բաներ առաջարկող մասնագետը առանձնապես չի հասկանում ինչ է առաջարկում, որովհետեւ երբեք հնարավոր չի հասկանալ ինչի հետ իրականում գործ ունես։ Եթե դուք գնում եք թերապիայի մեջ տագնապի հայցով, օրինակ ես տագնապում եմ ամեն անգամ, երբ պետքա ինչ-որ հանրային ելույթ ունենամ։ Այդ հայցը ուսումնասիրելիս այնքան զուգակցող խնդիր կարող է դուրս գա, որ մինչև չլուծվի այդ խորքային համոզմունքների հարցը, դուք նույնիսկ չեք էլ կարող հասնել արդեն այդ սոցիալական տագնապին կամ հանրային ելույթների հարցին։ Ու դա կարող է պահանջի շատ ավելի շատ ժամանակ, քան թե ուղղակի բուն տագնապի հետ աշխատանքն է։ Էլ չասեմ, որ թերապիայի անբաժան մաս է հանդիսանում խուսափումը։ Հոգեթերապևտիկ process-ը բացարձակ պետք չի պատկերացնել, որ դա նման է լինելու նկարչության խմբակի, որ դուք գնալու եք, ինչ որ sense, չգիտեմ, հետաքրքիր ու իմաստալից զրույցներ եք ունենալու, ամեն օր դուրս եք գալու ինչ որ ձեր համար շատ օգտակար ինսայթներով, ռեսուրսալցված ու ուրախ ու երջանիկ գնալու եք ձեր հաջորդ շաբաթը ապրեք, մինչև մյուս շաբաթ նորից ձեր մասնագետի հետ հանդիպեք։ Հոգեթերապևտիկ process-ը լինում է ցավոտ, պիտի լինի ցավոտ, որովհետև սեփական սահմանափակումների, սեփական իրական տեսակի հետ առերեսումը միշտ չի որ հաճելի է։ Թերապևտիկ process-ը ձեզ պետքա ցույց տա ձեր ստվերային կողմը, ձեր թույլ կողմերը, պետքա ցույց տա ձեզ ձեր սխալ ընտրությունները գուցե, առերեսի ձեզ ձեր ներքին ճգնաժամի հետ, այս ամեն ինչը առանձնապես հաճելի չի։ Միանշանակ պետք է իրենց ներկայացնի նաև ինչ որ վալիդացիա ու ռեսուրս, դա չպիտի լինի ինչ որ անվերջ տանջանքի process, բայց ռեսուրսի ու ինսայթների մասին չի միայն միանշանակ ու սրան պետք է լինել պատրաստ։ Եթե ձեր մոտեցումը կամ որոշումը գնալ հոգեթերապիայի պտտվում է նրա շուրջ, որ գնամ ավելի լավ ապրեմ, քան հիմա է, միանշանակ վերջնարդյունքում դուք դա պիտի ունենաք, բայց ինչ որ ճանապարհ դեպի այդ ավելի լավ կյանքը անցնելու եք ոչ այդքան ուրախ։ Ու սրան նույնպես պետք է լինել պատրաստ ու այն մասնագետները, ովքեր առաջարկում են ձեզ կրկնեմ ուրախ, երջանիկ, ռեսուրսային լուծումներ, ես հարստացել եմ, արի քեզ էլ սովորացնեմ ոնց հարստանալ, ես հաղթահարել եմ իմ մանկական տրավմաները, իմ դեստրուկտիվ ընտանիքից դուրս եմ եկել, արի քեզ էլ սովորացնեմ ոնց սեպարացվես, այստեղից արդեն սկսվում է ոչ հոգեթերապևտիկ process-ը, որովհետև հոգեթերապիան երբեք չի առաջարկում լուծումներ ու խորհուրդներ, հոգեթերապիան նրա համար է, որ դուք ինքնուրույն կարողանաք գտնեք ձեզ համապատասխան լուծումները, մասնագետը երբեք չի տալիս ուղղորդում, միանշանակ կարծիք, ինչ որ գայդ, ինչ անել 5 քայլերով, որպեսզի կարողանաք սեպարացվել ձեր տոքսիկ մամայից, այս ամեն ինչը ամեն դեպքում կրկնեմ, գիտահեն ու հոգեբանական process-ների մասին չի հաստատ։ Ինչպես նաև հոգեթերապիայից պետք չի սպասել, որ ձեր մասնագետը ինչ որ մեկն է, ով ունի ձեր բոլոր հարցերի պատասխանը, ու դուք գնացել եք ինչ որ գուրուի մոտ, ով պետքա ձեզ ուղղորդի ոնց ապրել ձեր կյանքը։ Հոգեթերապևտը ունի գործիքակազմ, որը իրան թույլ է տալիս ունենալ իր կրթությունը, որով ինքը կարող է ձեզ օգնի, ունի չներգրաված կարծիք, որովհետև մենք շատերս լինելով մեր process-ների մեջ սկսում ենք չնկատենք ինչը այն չի, չնկատենք որտեղ ենք ինչ որ ուրիշ սխալ ընտրություններ կատարում, կրկնվող ընտրություններ կատարում, սկսում ենք չնկատել մեր թույլ կողմերը, մեր ստվերային կողմը, հոգեթերապևտը կողքից լինելով չներգրաված դա նկատում է։ Հոգեթերապևտը ունի պատկերացում առողջ ու անառողջ process-ների մասին ու կարող է նկատի երբեք դուք մտնում անառողջ process-ի մեջ, ինչպես նաև ձեզ առաջարկելու է հոգեթերապևտիկ հարաբերություններ, որը որ ամենակարևոր մասն է հոգեթերապիայի ու բուժում է ոչ թե գործիքակազմը ու տեխնիկաները, այլ բուժում են հոգեթերապևտիկ հարաբերությունները։ Ուրիշ ոչինչ հոգեթերապևտը չունի։ Հոգեթերապևտը կրկնեմ, չգիտի ճիշտ ապրելու ձևը, այն մարդը չի, ով որ հասկացել է այս կյանքը ու հիմա եկել է ձեզ պատմի ոնց է այս կյանքը պետք ապրել,
ֆունկցիան հոգեթերապևտի ձեր կյանքում կայանում է նրանում, որ ինքը լինելով ձեր համար հայլի, ձեր process-ների համար հայլի, կարողանա ձեզ ցույց տա, որտեղ եք դուք ձեր կարծիքով, ոչ թե իր կարծիքով, այլ ձեր կարծիքով, գնում ոչ այն ուղղությամբ, որը որ համապատասխանում է ձեր կյանքի տվյալ պահին։ Ուրիշ ոչինչ հոգեթերապևտից որպես ձեր կյանքի անբաժան մաս կազմող որոշակի ժամանակով ակնկալել պետք չի։ Ու սրա պատճառով նույնպես հոգեթերապիան չի կարող տևել կարճ։ Ես առհասարակ չեմ հավատում կարճ հոգեթերապիայի էֆեկտիվությանը։ Ես հիմա չեմ ուզում բացել, ասել իսկ ինչն է կարճ, ինչն է երկար, որովհետև մենք էստեղ էլի ուրեմն պիտի մտնենք ինչ որ հստակ թվերի ու հստակ այցերի մեջ, բայց մի քանի այցը կարճ է ամեն դեպքում։ Մի քանի շաբաթն էլ է կարճ։ Ես կարծում եմ, որ ավարտված կարող է համարվել միայն այն երկար հոգեթերապևտիկ process-ը, որը որ դուք անցել եք ու վերջում եւ դուք եւ ձեր մասնագետը, էս էլ է շատ կարեւոր, իրար հետ համաձայնեք, որ ձեր հայցը փակել եք, որովհետև ձեզ կարող է թվա թե դուք ավարտել եք ու արդեն ամեն ինչ լավ է, ես ոչ մի խնդիր չունեմ, ամեն ինչը հասկացել եմ, սա միշտ արժի կոմունիկացնել մասնագետի հետ, որովհետև մասնագետը հենց դա կարող է տեսնի, որ դուք գտնվում եք այդ թվացial ինչ որ նախնական փուլում լավ լինելու ու ձեր խուսափման մեջ մտնելով ուղղակի ուզում եք process-ը թողնել կիսատ, այնինչ իրականում process-ը ավարտված չի, խորքային համոզմունքների հետ աշխատանք դեռ չի տարվել, դեռ ինչ որ կրիզիսային իրավիճակներում ձեր նոր համոզմունքի աշխատանքը դուք չեք տեսել եւ այլն եւ այլն, այնպես որ սա միշտ արժի քննարկել մասնագետի հետ։ Ինչ վերաբերում է մասնագետի հետ քննարկումներին, կարծում սա էլ է շատ կարևոր պահ, եւ որովհետեւ շատերը շատ խուսափում են հետադարձ կապ տալ իրենց մասնագետին, իրենց process-ի մասին։ Նախ իրական կարծում եմ, որ մասնագետը ինքը առաջի հերթին պետք է զգուշացնի, որ եթե քեզ ինչ-որ բան դուր չի գալիս, եթե դու տեսնում ես ինչ-որ խնդիր, եթե դու չես հասկանում ինչ կետում ենք մենք, ինչի համար ենք առհասարակ այս ինչ բանը կամ այն ինչ բանը անում, հարցրա իրար հետ քննարկենք։ Բայց անգամ եթե նման խոսակցություն ձեր մեջ տեղի ունեցել ու միևնույնն է դուք ունեք ներքին խնդիր, դա բարձրաձայնելու։ Ես ուղղակի ուզում պարտադիր նշել, որ սա շատ կարևոր է։ Դա անբաժան մաս է կազմում ճիշտ հոգեթերապևտիկ հարաբերություններ կառուցելու համար, որովհետև սա կարող է լինի այս բառը հայերեն հաստատ չեմ ասի, ձեր պիրինոսի ինչ որ մի հատ մաս, որը որ պարտադիր աշխատանք է պահանջում հոգեթերապևտի կողմից։ Դա կարող է լինի հենց այն մինի վերսիան ձեզ խանգարող մտքերի, որոնք դուք այդ կաբինետից դուրս ունենում եք ձեր մեծ կյանքում ու այդ հենց հոգեթերապևտիկ հարաբերությունների իմաստը այնա, որ դուք ձեր կաբինետի շրջանակներում հաղթահարելով ինչ որ ձեզ սահմանափակող մտքերը կարողանում եք դա տեղափոխել ձեր մեծ կյանքի մեջ։ Ու առհասարակ, եթե ձեզ հասկանալի չի, ինչի համար եք դուք ամեն շաբաթ գնում ինչ որ մասնագետի հետ շփվում, ձեզ այնտեղ ինչ որ բաներ դուր չի գալիս, ձեր մոտ առաջանում են հարցեր, ինչ որ բան ձեզ չի բավարարում, դա միշտ արժի բարձրաձայնել, որովհետև անգամ եթե ձեր զգացողությունը սուբյեկտիվ է, անգամ եթե դա ինչ որ մաս է կազմում ձեր խուսափման, դա միանշանակ պիտի բարձրաձայնվի ել ավելի կայուն հոգեթերապևտիկ հարաբերություններ ունենալու համար։ Եվս մեկ կարևոր հարց, որին շատ կուզենայի անդրադառնալ մեր այսօրվա իրականության մեջ, դա երբ արհեստական բանականությունը մենք փորձում ենք հոգեբանին փոխարինել արհեստական բանականությամբ։ Ես իրոք ընդհանրապես խնդիր չեմ տեսնում այդ ChatGPT-ի հետ շփման մեջ, իմ այցելուներն էլ են այցերի արանքում, ես գիտեմ ChatGPT-ի հետ շփվում, ես ինքս եմ պարբերաբար իր հետ շփվում։ Այստեղ խնդիրը ուրիշ բանում է։ Արհեստական բանականությունը կարող է շատ լավ գործիք լինի ինքնօգնության համար։ Այցից այց ինչ որ մտքեր քննարկելու, կոգնիտիվ մակարդակում ինչ որ պարզություն մտցնելու համար, հա, ինչի եմ ես այս ինչ բանը անում, ինչ եմ ես մտածում այդ դրա շուրջ, ինչի ես հենց նոր այս ինչ որոշումը կայացրեցի, կամ ինքնօգնություն այն տեսանկյունից, որ հիմա գտնվում եմ ինչ որ տագնապի մեջ, հիմա ես զգում եմ, որ ինչ որ բան ուզում եմ հետաձգեմ էլի, հիմա ես նորից մտնում եմ այն process-ների մեջ, որոնք որ ինձ խանգարում են, այդ պահին ինքը ինչ որ տեխնիկաներ բնականաբար առաջարկում է։ Խնդիրը այն է, երբ մենք փորձում ենք արհեստական բանականությամբ փոխարինել ամբողջ հոգեթերապևտիկ process-ը։ Ինչու՞։ Որովհետև հոգեթերապևտիկ process-ը բացի անալիզ անելուց ձեր մտքերը իրանց էլի ցանկալի է ամեն դեպքում, որ ներկայացնի էլի շատ բաներ։ Կրկնեմ, դա առաջի հերթին հոգեթերապևտիկ հարաբերություններն են, որոնք ChatGPT-ին երբեք ձեզ չի կարող առաջարկել։ ChatGPT-ին անverջ վալիդացնում է։
ու այս վալիդացիայի մեջ է երևի ամենամեծ ու գլխավոր խնդիրը։ Ես կարծում եմ, որ բոլորս արդեն գիտենք այն դեպքերի մասին, երբ այդ վալիդացիայի հետևանքով ախտորոշումներ ունեցող մարդիկ ունեցել են լուրջ խնդիրներ կյանքին եւ առողջությանը սպառնացող, ու ես սա եմ ուզում անպայման նշել, որ ախտորոշման հարցում ChatGPT-ին շատ կաղում է։ Այս պահին ամեն դեպքում, ես չգիտեմ ինչ կլինի մոտ կամ հեռու ապագայում, այս պահին ամեն դեպքում ChatGPT-ին չի կարողանում ոչ ճիշտ աշխատի ախտորոշումների հետ։ Առավել եւս անձի խանգարումներ ունեցող մարդու համար ChatGPT-ին միանշանակ ավելի վտանգավոր է, քան թե ինչ որ դրական բան կարող է առաջարկել։ Սահմանային անձի խանգարում ունեցող մարդու համար ամենավատը ինչ որ կարող է լինի հենց այդ վալիդացիան է կամ ինչ որ անզգուշ մտքերն ու կոմենտները, որը որ կարող է ChatGPT-ն անի։ Ինչու՞մ է վալիդացիայի խնդիրը։ Հոգեթերապևտիկ process-ը այսպես թե այնպես իրանից ներկայացնում ու պարտադիր պահանջում է վալիդացիա, բայց ոչ անառողջ վալիդացիա, որովհետև մյուս կարևոր մասը հոգեթերապևտիկ process-ի բացի վալիդացիայից պիտի լինի կոնֆրոնտացիան ու առերեսումը։ Երբ որ ձեր մասնագետը սկսում է չհամաձայնվի ձեր պնդումների հետ, ցույց է տալիս ձեզ հակառակ կողմը ձեր մտքերի, ցույց է տալիս հակառակ կողմը ձեր ընտրությունների, որոնք որ դուք ունեցել եք այդ որոշումների հետևանքով, ոչ թե ասում է դու ինչ անում ես ճիշտ ես անում, որը որ միայն ամրապնդելու է այն պատեռները, որոնք որ մենք արդեն ունենք։ Բացի դրանից ChatGPT-ին այս պահին ամեն դեպքում չի կարողանում կառուցի ամբողջական ու երկարատև թերապևտիկ process։ Դա կարող է լինի այս պահին ինչ որ խոսակցություն, կարճ կամ երկար խոսակցություն, ինչ որ այս պահին առաջացած մտքի մասին, բայց ոչ հայցի շուրջ։ Առավել եւս ես շատ խնդրում եմ այն բոլոր մարդկանց, ովքեր ունեն ախտորոշումներ, առավել եւս ախտորոշումներով չսկսել ախտորոշումների շուրջ խոսակցություն ChatGPT-ի հետ, որովհետև ինքը այդ խոսակցությունները հիմնականում տանում է շատ ավելի մակերեսային կամ վտանգավոր ուղղությամբ, քան կտաներ ձեր ամբողջական հոգեթերապևտիկ process-ը։ Այսօրվա unboxing-ը այսքանն էր։ Մեկնաբանություններում կարող եք գրել հաջորդ ամիս ինչ թեմա unbox անենք։ Կհանդիպենք ամիսը 1 այլ կարծիքի ալիքի շրջանակներում, կքննարկենք այն թեմաները, որոնք որ հետաքրքիր են ինձ եւ ձեզ։ Խնդրում եմ բաժանորդագրվեք այլ կարծիքի ալիքին, այս ֆունկցիան հայկանն է կատարում, բայց ամիսը 1 մնացել է իմ վրա, դրա համար եկեք անենք այն ինչ որ ինքը միշտ ասում է երկար, ես ասեմ կարճ, բայց մենք հասկացանք ես ինչի նկատի ունեմ։ Կհանդիպենք հաջորդ ամիս։ Տեսություն։